Կոտրված տանիքներ ու արևային վահանակներ, վնասված ավտոմեքենաներ ու այգիներ։ Ստեփանավանում դեռ թարմ են հունիսի 6-ին տեղացած կարկուտի վնասները։ Տիկին Նարինեն նման ուժգնությամբ կարկուտ չի հիշում այստեղ։ Որոշ հատվածներում կարկտահատիկները հավկիթի չափի են եղել։ Կարկուտը գրեթե ամբողջությամբ վնասել էր այս ընտանիքի տանիքն ու մեքենան։ Ժամանակավոր լուծում են գտել, ցելոֆանապատել են որոշ հատվածներ անձրևից պաշտպանվելու համար։ Տան հետևի տանիքը լրիվ մավիրել է, քանդեսախսետկա դարձրել։ Այս կուխնյայի այս մասն էլ լրիվ նույնի կատարմամբ ամբողջը ինչքան անձրև գալիս է, լրիվ ահավոր վիճակ է։ Դաժե սպալնաներում տաշտերը դրած, նույնի կուխնյայում տեսակ, նույն պատմությունն է, ահավոր վիճակ է։ Կարելի ասել զոնտիկով ենք մանգալի տան մեջ այդ վիճակն է։ Անձրևներին գալ տեսար ցելոֆոնը այդ բանից հետ ծածկել են, որ գոնե գալիս թափվում է, վեդրոները դրած, ջուրը շուշուտ չորացնում են, որ չկանգնի չլսվի պատվալ։ 30 տարի անասնապահությամբ զբաղվող Հովիկ Մովսեսյանը կով, խոզ, ձի ու ոչխար է պահում։ Կարկուտը վնասել էր նրա շուրջ 100 ոչխարն ու 4 քուրակը։ Մարմնական թեթև վնասվածքեր ստացել կենդանիներին դաշտում պահող հովիվը։ Վնասվել էին նաև գոմի ու տան տանիքները։ Եկել եմ տեր ոչխարները չկան, սաղ դաշտում եք։ Չոբանել ընդեղ վեր ընկած գլուխը ջարդած, ձեռները որ խփելած ծածկել է գլուխը։ Ցենցենատիանք սատկացա ավտոնը Հավաքի վերեցի, լսեցի։ Լավ ենք վարձել, որ հովին չի բանել է, ոչխարը ոչինչ։ Այս ձևի կարկուտ, այս մոտարապես 70 տարեկան է 60։ Ես տենց բան չեմ տեսել։ Այս չափի вообще Ստեփանավանում չեմ տեսել, ոչ թե Բագերը, Ստեփանավանում չեմ տեսել տենց։ Այդ օրը Ստեփանավանի համայնքապետարանն աշխատում էր արտակարգ ռեժիմով, ստեղծվել էր օպերատիվ շտաբ եւ վնասները գույքագրող հանձնաժողով։ Մինչեւ այսօր ստացվել է վնասված 650 մեքենայի ու 1280 տանիքի վերաբերյալ դիմում։ Բազմաթիվ հայտեր են ընդունվել նաեւ արևային կայանների, ջրատաքացուցիչների եւ գյուղատնտեսական հողերի վնասման մասին։ Շատ վատ է նաեւ ինչներ, որ դրանից հետո էլ ինտենսիվ անձրև օրերով չի կտրվում, միջև առեսօր անձրևը չի կտրվում եւ վնասը շարունակական գնում է, տանիքները չի կարում սարքվի եւ տների մեջ ամբողջովին արդեն իսկ այդ ջրերը լցվել եւ ասեն ներքին հարդարումներ, մեկ էլ մյուս շատ մեծ վնասներ ա կրել։ Փորձեցինք այդ առաջնային, որ շատ խիստ անհրաժեշտ, որ մարդը տանը չէր կարող մնալ, մեր կոմունալ հողակի մեր ուժերով ցենց որոշակի խնդիրներ կարգավորենք, իհարկե ժամանակավոր բնակչությանն էլ հավաստիացնեն, որ համայնք պետություն միանշանակ բնակիչի կողքին են, միանշանակ Ստեփանավանցու կողքին են եւ անելու ենք ամեն ինչ, որ ցանկացած դիմում անտեսված չմնա եւ հնարավորության սահմաններում բոլորի խնդիրներն էլ լուծվի եւ կարգավորվի։ Քաղաքում վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մարզային ու համայնքային ծառայությունները բնակիչների աջակցությամբ փորձում են հնարավորինս արագ վերացնել տարերքի հետևանքները։ Հանձնաժողովի անդամները շարունակում են այցելել տուժած ընտանիքներին եւ գույքագրել կարկուտի վնասները։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։